Արամ հեչ մտածել ես օրինակ հնում ոնց ա եղել, որ մարդիկ հայտարարություն են տվել։ Ոնց են ասել, որ այս ինչ օրը, այս ինչ տեղը իվենթ ունեն։ Դե հա, դրա համար իրանք հայտարարությունների պատեր են ունեցել։ Իսկ տեղյակ ենք ֆոնտեր, իլյուստրացիաներ ինչ են եղել դրանց վրա։ Գիտենք, հա, պահպանված նմուշներ ունենք։ Դե հիմնական ֆոնտը սերիֆ ֆոնտեր է։ Այդ ժամանակ սերիֆներ ա եղել։ Իլյուստրացիաներով ուղեկցվել են կովեր, գլադիատորներ, հիմնականում խոսում ենք հռոմեական ժամանակաշրջանի։ Իրանց ֆորումներում, մարդաշատ վայրերում հայտարարություններ էին անում։ Պոմպեյում կար, այնտեղ ավելի շատ գրաֆիտիներով ա հայտնի։ Գրաֆիտի թարգմանաբար նշանակում է խազելով գրել։ Հենց օրինակներ ունենք, որ այս ինչ օրը տեղի ունենալու գլադիատորական մարտեր, ինչ որ իլյուստրացիաներով, բաներով ուղեկցվում են այդ հայտարարությունները։ Դա հայտարարություն կա, կոչվում է գուշակի ցուցանակ, այնտեղ գուշակ կա, որը ասում է կրետեից եմ, այս ինչ մարտն եմ, հայտարարություն կա հայտնի, էլի իլյուստրացիաներով, հին հունարեն տեքստով այնտեղ։ Բայց ես գիտեմ, որ դու էլ բանի մասին ես լավ տեղյակ, տրանզիտ գովազդների ու անգամ այն ժամանակ, երբ որ ավտոներ չկային, բայց կային ավտոբուսի նման ինչ-որ կարգեր։ Հա, իրականում ժամանակին եղել են տրանզիտ գովազդների նախատիպերը, ավտոբուսների փոխարեն եղել են կարգեր, որոնք որ տեղափոխել են մարդկանց բնականաբար, կոչվել են օմնիբուսներ։ Եվ նրանց վրա փակցվել են այդ աֆիշաները, գովազդները։